Հայաստանի բազմավեկտոր քաղաքականությունը դեպի ուր ենք գնում, որտեղ դիրքավորվում Վաշինգտոն, Բրյուսել, Մոսկվա եռանկյունում։ Վարկյաններ հարազատ ձայնի կարոտն առնելու, գերիների հարազատները ամանորյա հրաշքին սպասելիս։ Հայոց եկեղեցին վտանգի առջև, հոգևոր պառակտում երկրի ներսում, ամեն հայկականի ոչնչացում Արցախում, Բաքվի ձեռամբ։ Տնտեսական բարձր ցուցանիշներ եւ ծայրահեղ աղքատություն, որտեղից են ստացվում աճ արձանագրող թվերը։ Ինչպես ապահովել դատավորների անկախությունը, կալանավորներն ավելի շատ են, քան դատապարտյալները, ճեղքեր իրավական համակարգում։ Ժամանց հումոր բարձր տրամադրություն, Ամանորը Արմենիա հեռուստաընկերության հետ, ամենահետաքրքիրն ու բովանդակալիցը ձեզ են սպասում։ Արմենիայի եթերում ժամը լրատվականի տարեվերջյան թողարկումն է, բարի երեկո, տարվա ամենակարևորն ու հիշարժանը մեր եթերում։ Եվ այսպես անցնող տարին բեկումնային էր Հայաստանի համար, ամռանկեցին Երևանն ու Բաքուն քայլ արեցին երկար սպասված խաղաղության հաստատման ճանապարհին։ Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթուղթը հաղթաթուղթ դարձավ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի ձեռքին, որ ոչ մի առիթ չի կորցնում նշելու, որի ձեռամբ խաղաղություն է հաստատվել տարածաշրջանում։ Սակայն խաղաղությունը այդ թվացյալ է, Ալիևը տարբեր պատրվակներով հետաձգում է պայմանագրի ստորագրումը։ Երևանը ջերմացնում է նաև հարաբերությունները Բրյուսելի հետ, ինչը Կրեմլի սրտով չէ։ Ինչ է սպասվում Հայաստանին, որ բազմավեկտոր քաղաքականություն է որդեգրել, Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը Սիրանուշ Մուրադյանն է ամփոփում։ Մոսկվայի ու Բրյուսելի արանքում ինչպես դիրքավորվեց Երևանը անցնող տարվա ընթացքում, Հայաստանը արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին չհայտարարեց, փորձեց դիվերսիֆիկացնել այն, բայց Մոսկվայից տարվա ընթացքում պարբերաբար հիշեցրին, ինչ որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրոպական միության եւ Եվրասիական տնտեսական միության միջև։ Մենք բազմիցս ենք ասել այս մասին, կարծում ենք, որ անդամակցությունը երկու ինտեգրացիոն միավորումներին անհամատեղելի է։ Որ միաժամանակ երկու միավորումներին անդամակցել հնարավոր չէ, Փաշինյանն ինքն էլ հաստատեց, բայց ասաց, թե Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը նպատակ չէ, բայց նպատակ է Եվրամիության անդամ դառնալը։ Մենք հասկանում ենք, որ կա ինչ-որ մի կետ, որ պետք է որոշում կայացնել։ Բայց այսօր այդ կետը չի։ Այսինքն այսօր նման որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա։ Այսինքն երբ որ կգա այդ որոշումը կդառնա, որ եկել ենք հասել ենք այդ կետին, Եվ պետք է որոշում կայացնենք, այդ ժամանակ կայացնենք որոշումը։ Ռուսական կողմից հենց այսօր էլ արձագանք եղավ։ Դեսպան Կոպիրկինն ասաց, Ռուսաստանը հետևում է Վաշինգտոնում հայտարարված Թրամփի ուղին միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար հայ-ամերիկյան նախաձեռնության շուրջ զարգացումներին։ Դիվանագետը դարձյալ շեշտեց ուղիղ տեքստով ԵԱՏՄ-ի եւ Եվրամիությանը միաժամանակ անդամակցությունը հնարավոր չէ։ Բրյուսելում ակնկալում են, որ Հայաստանը կմիանա հակառուսական պատժամիջոցներին, իսկ նման քայլերի հնարավոր տնտեսական հետևանքների մասին Եվրամիությունում բավարար չափով չեն մտածում։ Իսկ Բրյուսելում տարեվերջին ստորագրված Եվրամիություն-Հայաստան ռազմավարական օրակարգի մասին փաստաթուղթը ցնցումների մեջ գցեց Ադրբեջանին, բողոքեցին, հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին։ Իբր այդ խաղաղության օրակարգը բերել եզրագծին էին հասցրել օրական մի վերջնագիր սեղանին դնելով, եւ ահա այս փաստաթուղթը խանգարեց։ Տասնյակ անգամ Երևան-Բաքու Բաքու-Երևան ճանապարհը կտրած խաղաղության չարչարված փաստաթուղթը օվկիանոսից այն կողմ էլ հասավ։ Վաշինգտոնում նախաստորագրվեց նույնիսկ ու հիմա տարեվերջին արտգործնախարար Միրզոյանը հայտարարում է Երևանի ու Բաքվի միջև կան հարցեր, որոնց շուրջ կողմերը դեռ համաձայնության չեն հասել։ Բաքուն հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար պահանջում է փոխել սահմանադրությունը։ Արտգործնախարար Միրզոյանը չլուծված խնդիրների շարքում ֆիքսում է հենց այս հարցը, պնդելով, թե այդ օրակարգի շուրջ Բաքվի հետ բանակցություններ չկան։ Պետք է սա ավարտվի ստորագրմամբ եւ հետո ավերացմամբ։ Իրենք ունեն իրենց պատկերացումը, մենք այդ պատկերացումը չենք կիսում։ Իսկ մինչև այս Ադրբեջանի արտգործնախարարը մի պայման էլ դրեց սեղանին՝ թրիփ նախագծով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարումը։ Իսկ որ թրիփի կամ Զանգեզուրի միջանցկացվածի վերաբերյալ էլ Երևանն ու Բաքուն վերջնական համաձայնության դեռ չեն եկել, անցած ամիս հայտարարեց նաև Թուրքիայի արտգործնախարարը։ Հական Ֆիդանն ասաց՝ մութ հարցեր կան, ով է այն շահագործելու, ովքեր են լինելու գործընկերները, ասել է, թե կուտակված են հարցերը։ Իսկ Խաղաղության Նոբելյան մրցանակի ձգտող Թրամփը այսօր էլ պնդում է, թե խաղաղությունը հաստատվել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև։ Նա Ֆլորիդայում Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ հանդիպմանը պատմել է, թե ինչպես է Պուտինը զարմացել, որ ինքը կարգավորել է հայ-ադրբեջանական հակամարտությունը։
Պուտինն ասաց, թե չի կարող հավատալ, ինչպես ԱՄՆ-ն կարգավորեց հայ-ադրբեջանական հակամարտությունը, երբ իրենք դա փորձում էին անել 10 տարի։ Ես բառացիորեն կարգավորեցի հակամարտությունը 1 օրվա ընթացքում։ Ես երկուսին էլ ասացի, որ մենք կդադարեցնենք առևտուրը, այլևս ոչ մի առևտուր, ապա ես սահմանեցի 200% մաքսատուրքեր։ Տեղյակ չէ Միացյալ Նահանգների նախագահը այստեղ կուտակված խնդիրներից։ Վաշինգտոնում ասում էր, թե եթե հարցեր լինեն, ինձ զանգահարեք։ Ու մինչև կպարզվի, թե երբ է Փաշինյանը զանգելու Թրամփին, Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը դեկտեմբերի սկզբին Բրյուսելում Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հետ հանդիպումից հետո խոստացավ աջակցել հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրին, ապա նաև շեշտեց Թուրքիան հարավային Կովկասի միջերկրծովյան եւ Սևծովյան տարածաշրջանների կայունության կարևոր գործընկեր է։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան այստեղ ամենևին հիշեցել թուրք-ադրբեջանական համատեղ ագրեսիայի մասին 2020-ի 44-օրյա պատերազմում։ Խաղաղությունը այս տարի էլ չեկավ։ Պատերազմից հետո ամեն տարեմուտին յուրաքանչյուրս յուրովի հույսով է սպասում, որ եկող տարին ավելի լավն է լինելու։ Հույսը ապրեցնում է։ Բարով թող գա հրեղենձի ու տարին, եւ թող Տերը ավելի բարի աչքով նայի մեր երկրին։ Շնորհավոր նոր տարի եւ Սուրբ Ծնունդ։ Սիրանուշ Միրադյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Միայն մեկ երազանք ունեն 2026-ին նրանք, ում հարազատները արդեն երկրորդ տարին է կեղեքումների մեջ են Բաքվի բանտում, որ շուտով գրկեն իրենց հարազատներին, տեսնեն նրանց ազատության մեջ, ինչը լիովին կտեղավորվեր խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ, այնինչ խաղաղասերի դիմակ հագած Ալիևի գրպանի դատախազները ամենախիստ պատժամիջոցներն են նրանց համար պահանջում։ Հայ գերիների եւ պատանների վիճակը շատ ավելի վատթարացավ սեպտեմբերին Բաքվում Կարմիր խաչի գրասենյակի փակվելուց հետո։ Հարազատի մասին որևէ լուր իմանալու հնարավորություն էլ չկա։ Գերիների հարազատների հույսերի եւ սպասումների մասին Էդուարդ Պողոսյանի ռեպորտաժում։ Էուլջեքչյան ընտանիքի կյանքը կանգ է առել 2020-ի նոյեմբերից, արդեն 5 տարի իրար նման օրերն են գլորում, միայն հույս ու հավատ փայփայելով, որ մի օր կրկին տեսնելու են Վիգենին, ամենասիրելի ամուսնուն, հայրիկին։ Վիգեն Էուլջեքչյանին ադրբեջանցիները գերեվարեցին Շուշիում, այն ժամանակ, երբ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդներն արդեն ստորագրել էին եռակողմ հայտարարությունը, դադարեցնելով պատերազմը։ Վիգենը տուն էր դարձել վերցնելու իրերը, հիմա Բաքվի բանտում է։ Ալիևի դատարանը մի հերթական շինծու հնարովի գործով նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Անցնող տարիների ընթացքում առնվազն 3 անգամ Վիգենը ստիպված դիմել է ծայրահեղ քայլի, հայտարարելով հացադուլ։ Սկզբում ադրբեջանցիները նրան արգելել էին կնոջ հետ խոսել արաբերեն, հետո առհասարակ զանգել նրան։ Երրորդ անգամ շուրջ 40 օր Վիգենը հացը բերան չտարավ, աշխարհի ուշադրությունը հրավիրելով Բաքվի զնդան, հալածվող հայերի վրա։ Կարմիր խաչի միջազգային պատվիրակներին Ադրբեջանի իշխանությունը վտարել էր երկրից, մենակ մնալով անզեն հայերի հետ։ Այդ ընթացքում գերիները ամսական միայն 1 զանգի հնարավորություն ունեին։ Վիգեն Էուլջեքչյանը փոխանցել էր անտանելի ցավեր ունի, բայց ադրբեջանցիները օգնություն չեն ցուցաբերում։ Սա վերջին տեղեկությունն էր, որ ուներ ընտանիքը։ Բաքվից միայն օրեր առաջ զանգեցին, 3 ամիս հետո միայն 3 րոպեով։ Այդ զանգը շատ կարճ էր։ Մոտ 3 րոպեների ընթացքում նա միայն կարողացավ ինձ ցույց տալ, թե որքան ուրախ է ինձ հետ կրկին խոսելու հնարավորությունն ունենալու համար։ Մենք գրեթե ոչինչ չխոսեցինք, ես չէի ուզում, որ նա տխրեր։ Բնականաբար հասկանում եք ինձ։ Չնայած իրավապաշտպանների այդպես էլ չխլացող կոչերին, հայ-ադրբեջանական Ամերիկայի նախախաղաղության կուլմինացիան այդպես էլ կես բառով նույնիսկ չանդրադարձավ հայ գերիների խնդրին։ Օգոստոս 8-յան գագաթնաժողովում նրանց միայն 1 անգամ հիշեցին, այն էլ առանց պատանդառու Ալիևի ներկայության։ Թրամփն էր Հայաստանի վարչապետին ասաց, թե կխնդրի Ադրբեջանի նախագահին ազատ արձակել 23 հայ քրիստոնյաներին։ Կարծում եմ հանուն ինձ կանեն դա, սա կարևոր է, չէ՞։ 4 ամիս անց պարզ չէ, խնդրեց Թրամփն Ալիևին։ 23 հայերի թվում ի դեպ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության 8 անդամ կա։ Կան նաև քաղաքացիական անձինք եւ ռազմագերիներ, որոնց Ադրբեջանը գերեվարել է եւ 44-օրյայի ընթացքում եւ դրանից հետո։ 35 անգամ տարվա չորզակացումներ են վերագրվում ու ավելի շատ ընդհանրական է հնչեցվում, այդ թվում է ընդգծելով Հայաստանի որպես պետության դերը։ Իսկ պաշտոնական Երևանը հիմա միայն ասում է, թե սա զգայուն հարց է, պետք է հասցեագրել ոչ թե հակամարտության, այլ առավել հեշտ մթնոլորտում։ Հակամարտության մթնոլորտում հնարավոր չէ, տարբերակ չկա հասցեագրելու այս խնդիրը։
23 քրիստոնյաների հարցով խնդրանք լինի թե ոչ ամերիկա-ադրբեջանական երկխոսությունում հակամարտության թե հեշտ մթնոլորտում խնդիրը հասցեագրվի ըստ միջազգային դատարաններում հայ գերիների ներկայացուցչի Բաքուն հիմա հիշել է սիրիացի վարձկան ահաբեկիչներին, նրանց, որոնց առանց փաստաթղթի հասցրել էր Բաքու, հետո յուրաքանչյուր հայի գլխի դիմաց $100 խոստանալով ուղարկել Արցախի դեմ պատերազմի։ Ահաբեկիչներից երկուսը հիմա Հայաստանի բանտերում են, ցմահ դատապարտված հայերի դիմաց նրանց են ուզում հետ ստանալ։ Փորձել են որդեգրել երկուսը կամ առավելագույնը 3-ը երկուսի դիմաց մոտեցումը ինչ անթույլատրելի է հայկական կողմը պետք է հասկանա նրանց արժեքը Նախաստորագրել թուղթը պետք է բերի խաղաղություն թե պատերազմի գրված ու չգրված օրենքների ամենապարզ կենսագործումը այն է ռազմագերիների ազատ արձակումը Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն էր ասել այնտեղ Բաքվում չեն դատում միայն իրենց այլ բոլոր հայերին Տարեվերջի այս օրերին վերադառնում ենք տուն, տեսնելու մեր սիրելիներին, շփվելու եւ կիսվելու նրանց հետ։ Բայց մեր կողքին ապրում են նաեւ մարդիկ, որոնց համար այս պարզ հնարավորությունը դարձել է երազանք։ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող մեր գերիների հարազատների համար տարին ավարտվում է նույն սպասումով՝ մեկ հանդիպման, մեկ տեսակցության, մեկ կարոտի։ 2025-ին այդպես էլ հնարավորություն չունեցանք հայտնելու այդքան սպասելի լուրը, թող այն մեզ ընձեռի 2026 թվականը։ Ազատություն եղբայր Ցմերոց գերելոց։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Էդուարդ Պողոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում։ Հայոց եկեղեցին վտանգի առջև հոգևոր պառակտում երկրի ներսում ամեն հայկականի ոչնչացում Արցախում Բաքվի ձեռամբ։ Տնտեսական բարձր ցուցանիշներ եւ ծայրահեղ աղքատություն, որտեղից են ստացվում աճ արձանագրող թվերը։ Ինչպես ապահովել դատավորների անկախությունը, կալանավորներն ավելի շատ են, քան դատապարտյալները, ճեղքեր իրավական համակարգում։ Մենք վերադարձանք, շարունակում ենք ամփոփել տարին։ Տարեվերջը տնտեսական ցուցանիշները ամփոփելու ժամանակն է, վարչապետի պահանջած 7%-ին չենք հասել, բայց աճը 6%-ի սահմանում է։ Սրան զուգահեռ չափազանց բարձր է մնում ծայրահեղ աղքատների թիվը, արտաքին պետական պարտքն էլ հատել է $14 միլիարդ։ Տնտեսական կյանքի վայրիվերումները Նաիրի Մուրադյանի ռեպորտաժում։ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-նոյեմբերին կազմեց 8.3%։ Այս ցուցանիշը հրապարակվեց նաև կառավարության տարեվերջյան նիստում։ Գործադիրի անդամներն իդեմս Փաշինյանի գոհ էին, ուրախ, մի քիչ էլ երջանիկ, որ կարողացել են այդպիսի ցուցանիշ ապահովել։ Գործադիրն իր գոհունակությունը տարվա աշխատանքից փորձեց արտահայտել գրեթե բոլոր հարթակներում տարբեր միջոցառումների ժամանակ, ինչու՞ չէ նաև քեֆ ուրախություններում։ Հայաստանի Հանրապետությունը հիմա գտնվում է այն բարձրության վրա, որ երկրորդ շարժիչը միանալու ժամանակն է։ Կենսաթոշակառուի նպաստառուի համար կարևոր եւ էական չէ ոչ այդքան հասկանալի վիճակագրական թվերը։ Օրվա հացի կարոտ սոցիալապես անապահով ընտանիքին ճոխ-ճոխ թվեր ներկայացնելով չես կարող համոզել, որ նա լավ է ապրում։ Բնակչությունը աղքատացել է, սպառողական վարկերի չափականակը ավելացել է, ասում եք տնտեսությունն աճեց։ Հաջորդը 10%-ով աճել է առողջապահական ծառայությունները։ Հիվանդանոցային այցելություններ են եղել, շատ ավելի բուժման ծախսեր են եղել մարդկանց մոտ։ Դրա հաշվին տնտեսությունը աճել է։ Մենք տարեկան առնվազն 7% տնտեսական աճ պիտի ապահովենք։ Հիշում եք, Փաշինյանը կառավարության առջև խնդիր էր դրել, որ յուրաքանչյուր տարի պետք է 7% տնտեսական աճ ապահովեն։ Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված Հայաստանում արձանագրվեց 12.6% տնտեսական աճ։ Հետո այդ ցուցանիշը սկսեց աստիճանաբար նվազել եւ 2024-ին հասավ մինչեւ 5.9%-ի։ Տնտեսական աճը 6%-ից քիչ չի լինի։ Ինչպես կանխատեսվում էր, Հայաստանի համար նվազեց վերարտանման ուղղության ծավալները դեպի Ռուսաստան։ Այս տարվա առաջին 9 ամիսներին այն կազմել է 4.5 միլիարդ։ Միանշանակ վերարտահանումը ազդել է տնտեսական արտահանման անկման վրա։ Հայաստանի Հանրապետությունից արտահանումը վերջին հրապարակված վիճակագրական տվյալներով 45%-ով անկում է ապրել։ Հայաստանի իշխանությունները հաճախակի հայտարարում են, թե դիվերսիֆիկացնում են արտահանման շուկաները։ Սլակները դեպի Եվրոպա, Արևմուտք են ուղղել։ Եվրոպական միությունն ըստ տնտեսագետների չի կարող Հայաստանից ապրանքների ներկրում իրականացնել, քանի որ Եվրոպան ևս ապրանքների սպառման խնդիր ունի։ Հայկական գինին չի կարող մրցակցել պորտուգալական գինու հետ, իսպանական գինու հետ։ Հայկական կոնյակը չի կարող մրցակցել
ֆրանսիական կոնյակի հետ։ Մինչև տարին կավարտվեր, կառավարությունն ավելի արագորեն պարտք ներգրավեց։ Պետական պարտքը հատեց 14 միլիարդ 200 միլիոն դոլարը։ Պարտք ինչ խոսք, գրեթե բոլոր պետություններն են ներգրավում։ Հարցը՝ արդյունավետ նպատակային են այն ծախսում։ Չգիտեք ինչ են կարել։ Լավ, չենք ուզում ասենք, էդ էլ ասենք, զենք են կարել։ Այսինքն ինչ է նշանակում պարտքը ներգրավել ու զենք են ձեռք բերել։ 2026 թվականի համար պարտքը 1.5 միլիարդ դոլարով ավելանալու է եւ պարտքի ավելացմանը զուգահեռ ռազմական կարիքների բավարարման տողով 100 միլիարդով նվազեցում է գնում։ Կառավարությունների սովորույթն է այդպիսին, հասարակության մեջ տնտեսական ճոխ ֆոնն ապահովելու համար պետք է դիմել պոպուլիստական ժողովրդահաճո քայլերի։ Եվ դա իշխանությունները տարվա վերջին իրականացրեցին։ Հացահատիկ ներկրեցին Ղազախստանից Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով։ Առաջի խմբականակը պարզվեց ցածր սորտի է։ Եվ հետո ժողովրդահաճո դոզան ավելի բարձրացնելու համար Հայաստան ներմուծվեց ադրբեջանական բենզինը։ Սա շարունակական չի լինելու, որովհետև սա ընդհանրապես ժեստերի մի փառատոն է։ Եկող տարի կառավարության ծրագրի առաջնահերթություններից են լինելու բռնի տեղանված անձանց կեցության սոցիալական աջակցության ծրագրերը, կշարունակվի անուսալի վարկային պարտավորություններ ունեցող աշխատաշուկայից դուրս մնացածների աջակցության ծրագիրը, ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը կկիրառվի ամբողջ հանրապետությունում, որի նպատակն ըստ գործադիրի Հայաստանում ծայրահեղ աղքատության հաղթահարումն է եւ անապահովության մակարդակի նվազեցումը։ Այս բոլոր ծրագրերը դեռևս թղթի վրա են։ Հայաստանում ավելի քան 30,000 քաղաքացի բավարար սնունդ չի ստանում, թերի է սնվում։ Մեր երկրի բնակչության 1.1%-ը ապրում է ծայրահեղ աղքատության մեջ։ Ամսական 30,000 դրամից էլ քիչ պակաս գումար է ստանում։ Կառավարությունը ինչ խոսք կարող է նվազեցնել աղքատության ցուցանիշը, կհաջողվի գործադիրին եկող տարի փոխել այս պատկերը, նվազեցնել ծայրահեղ աղքատության ցուցանիշը։ Սպասենք եկող տարվա վիճակագրական տվյալների տնտեսական ցուցանիշներին։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Նաիրի Մուրադյան, Վահրամ Ալոյան, ժամը լրատվական։ Տարին աչքի ընկավ կալանավորումների մեծ թվով կալանքի տակ գտնվողների թիվն ավելի մեծ է, քան դատապարտյալներինը։ Իրավապաշտպանների կարծիքով կալանքի որոշումները ոչ միշտ են իրավաչափ հաճախ ուղղորդված, ինչը կասկածի տակ է դնում դատական համակարգի անկախությունը։ Իրավական համակարգի ճեղքերը Արմեն Աթալյանի ռեպորտաժում։ 2025-ը հարուստ էր իրավական դաշտում գրանցված մեծ ու փոքր իրադարձություններով։ Ցավոք, իրավապաշտպանների տեսանկյունից դրանց գերակշիռ մասը վնասել է մեր արդարադատության համակարգը։ Առաջին օղակը, որն ուղղակի երերած հարվածների պատճառով անմեղության կանխավարկածն է։ Ֆունդամենտալ սկզբունք, որի համաձայն մարդը համարվում է անմեղ, քանի դեռ չկա հակառակը հաստատող դատավճիռ։ Եթե մենք հանում ենք անմեղության կանխավարկածը, նշանակում է դատարանները ավելորդ են։ Անձը համարվում է մեղավոր, արդեն իսկ կասկածի պահից Իրավապահների կողմից սրբազան շարժման հետ կապված գործողություններից անմիջապես հետո տարբեր падգամավորներ եւ պաշտոնյաներ բաց տեքստով սկսեցին հայտարարել, որ ձերբակալված անձինք հանցագործ են, ահաբեկիչ են եւ այլն։ Եթե երկրի բարձր էշելոններում համոզված են, որ մարդիկ հանցագործ են, ապա ինչի համար են քննիչները, դատախազներն ու դատավորները։ Պարզ է, չէ՞ որ քրեական գործի համար փորձելու են ղեկավարի կարծիքին համապատասխան ավարտ ապահովել։ Ազգային ժողովը օրերս հայտարարություն է ընդունել, որտեղ խստորեն դատապարտում է ահաբեկչության նախապատրաստությունը Հայաստանի Հանրապետությունում, հայտնում է այդ հայտարարության մեջ, որ այդ անձինք խստագույնս պատժվելու են նման դատողություն անելը, ոչ միայն անմեղության կանխավարկածի խախտում է, այլ նաև իրավապահ մարմիններին ուղղորդում։ Հաջորդ տենդենսը, որը նկատվեց անցնող տարում, արտահայտած խոսքի համար քրեական գործերի հարությունն է։ Սկսել է ակտիվ կիրառվել մի պրակտիկա, երբ սոցիալական ցանցերում արված գրառումը գնահատվում է որպես խուլիգանություն։ Վերջին օրինակներից փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի գործն է։ Այն հարուցվել է սոցիալական ցանցում իրավապահ համակարգի քննադատության համար, որտեղ նա կիրառել է կոպիտ արտահայտություններ։ Դատարանը կայացրել է կալանքի որոշում, որը հետագայում փոխել է, այդ թվում միջազգային կառույցների բարձրացրած աղմուկից հետո։ Իրականում չհիմնավորված կալանքի ենթարկվելու համար պարտադիր չէ պաշտոնյաների ուշադրության կենտրոնում հայտնվել։ Բավարար է ուղղակի լինել կասկածյալի կարգավիճակում։ Ցուցիչ է նա, թե ինչքան են դիմում քննիչները կալանքի եւ ինչքան տոկոսն է բավարարվում։ Ու միշտ Եվրոպայի խորհուրդը, միջազգային կառույցները քննադատել են, որ այդ տոկոսը Հայաստանում եղել է
90 եւ բարձր։ Մեկ այլ իրավական խնդիր, որը ակներև դարձավ անցնող տարում, այն կապված է մարդկանց հավաքներին մասնակցելու շահագրգռման քրեական հոդվածի հետ։ Այս հոդվածով քրեական հետապնդման են ենթարկվել արդեն 2 տասնյակից ավելի մարդիկ։ Ի վերջո, հարցը ասել է Սահմանադրական դատարան, որն էլ իր հերթին դիմել է Վենետիկի հանձնաժողովին, պարզելու հակասում է արդյոք այս օրենքը մարդու իրավունքներին, թե ոչ։ Վերջերս հանձնաժողովը հրապարակել է կարծիքը։ Որն է խնդիրը։ Խնդիրը արժանավատությունն է հավաքի։ Է շատ լավ հավաքի կազմակերպիչ եթե պետք է փողով մարդ բերի, արժանավատ չլինի հավաքը, իր շարժում չստացվի, իր խնդիրն է դա։ Ինչի պետք է պետությունը դա կարգավորի։ 2025-ի աչքի ընկնող իրավական խնդիրներից մեկն էլ գաղտնալսումների գերառատությունն էր։ Պարզվում է դատավորները աջ ու ձախ գաղտնալսման սանկցիա են տալիս իրավապահներին։ Առանց խորանալու օպերատիվ այդ գործողության համար կան հիմքեր, թե ոչ։ Խոսքը հարյուրավոր դեպքերի մասին է։ Գիտեք, թե ինչով է տարբերվում դատական համակարգը պետական մյուս բոլոր համակարգերից։ Դատավորները չունեն ղեկավարներ, հրահանգիչներ։ Մի խոսքով դատավորները անկախ են եւ արդարադատություն իրականացնելու համար դատավորը ընդհանրապես պետք է լինի սկզբունքային։ Հիմա ես կարող եմ իհարկե մաղթել, որ ցանկանում եմ հաջորդ տարի մենք ավելի շատ սկզբունքային դատավորներ ունենանք, բայց հաշվի առնելով, որ այդ համակարգում սկզբունքային մարդիկ լուրջ գլխացավանք են բարձր կաբինետներում նստողների համար, այդ մաղթանքի իրականացումը քիչ հավանական է։ Բայց հույսը վերջինն է մեռնում։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Արմեն Աթալյան, Վարամ Ավոյան, ժամը լրատվական։ Առողջապահության համակարգի մասին, որքան են այստեղ հաջողել եւ ինչ ձախողումներ են եղել։ Տևական ժամանակ սպասեցինք ապահովագրական համակարգի ներդրմանը եւ տարեվերջին հայտարարվեց, որ հունվարի 1-ից այն կգործի։ Առողջապահության համակարգի այս եւ մյուս խնդիրների հետևից գնացել է Քնարիկ Պետրոսյանը։ Տիկին Ավանեսյան, կառավարության ես հիվանդ ես ոնց եք աշխատում, սեն չի լինի։ Միայն կառավարության կեսը չէ, որ գրիպի սեզոնին հիվանդ էր, այլ վիճակը սրվեց ու գրեթե ամբողջ հանրությունը։ Ամբողջ տարի գրիպը այդպես էլ չնահանջեց։ Շտապօգնության մեքենաները չէին հասցնում սպասարկել։ Երեխաները եթե հաճախում են մանկապարտեզ, հիմնականում փակ տարածքներում են կենտրոնանում եւ բնականաբար եթե նաեւ փակ տարածքը ջերուցվում է, ջերուցման հետ մեկտեղ օդը էլ ավելի է չորանում։ Գրիպի AH3N2 տիպի վիրուսներ տարածված, բայց այլ վարակներ էլ կային ասպարեզում ու տարեվերջին էլ դեռ մեզ չեն լքել։ Մասնագետներն աղաղակում են խնդիրը նաև պոլիկլինիկաների ու հիվանդանոցների հետ է կապված։ Վերանորոգված պոլիկլինիկաների դռներից ներս իրական պատկերը մեղմ ասած այնքան էլ բարվոք չէ։ Դրանք չեն ապահովում հիվանդների անվտանգ սպասարկումը։ Միջանցքները լցված են ջերմող ու հիվանդ երեխաներով, ու եթե օրինակ ձեռքի վնասվածք ունես, պետք է հետազոտվելու համար սպասես նույն միջանցքում վիրուսով հիվանդ մարդու հետ, ու վարակվելն այստեղ պարզապես անխուսափելի է դառնում։ Առանձին չեն հայտարարում, եթե այնպես չեն անում, որ ենթադրենք ապահովեն թերապևտների կամ բուժքույրերի տնային կանչեր, որ այդ մարդիկ տնից դուրս չգան, ինքնամեկուսանան, այլ դիմում են պոլիկլինիկա, այո, պետք է առանձնացվի։ Հաջորդ թոփ թեման արդեն մի քանի տարի չարչրկված պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումն է։ Այս համակարգի կիրարկումը պատմական իրադարձություն համարող նախարարը պաշտոնապես հայտարարեց պարտադիր ապահովագրությունը հունվարից կգործի։ 200,000 դրամ աշխատավարձ ստացողները եկող տարվանից 10,000 դրամ քիչ աշխատավարձ կստանան։ Այն կուղղվի պարտադիր ապահովագրությանը։ Պետությունը նույն գումարն է սահմանել եւ 200,000 դրամ աշխատավարձ ստացողի եւ 1 միլիոն դրամ ստացողի համար։ Մինչեւ այսօր դեռ չգիտենք, թե ապահովագրական ծառայությունների փաթեթում ինչ է ներգրաված լինելու։ Կարելի է ենթադրել, որ ինքը շատ նման է լինելու պետական պատվերով իրականացվող ծառայություններին։ Քաղաքացին գնում է եւ ստանում է տարբեր, այսպես ասած, պատասխաններ, պետպատվերը վերջացել է, պետպատվերի գումար չկա, հերթագրումներ եւ այլն, նույնը լինելու է այդ ժամանակ։ Համակարգը ըստ վարչապետի նույնիսկ համապարփակ չէ, քանի որ ոչ բոլոր ծառայություններն է ծածկում։ Նախարար Ավանեսյանն էլ սակայն հակառակ պնդումներ առաջ բերում։ Մեզ համար դրել էինք շատ կարևոր նշածող, որ առանձնացնենք հենց այն առաջնային կարևոր
ծառայությունները։ Ինչը կծածկի ապահովագրությունը, համակարգը սահմանափակ հնարավորություններ է տալու քաղաքացիներին, պնդում են ոլորտի փորձագետները։ 2028 թվականից այն կթանկանա, իսկ ամսավճարը վերջնական գին չէ։ Բազում խնդիրների մեջ մեր երկրում առանցքային է առողջության պահպանման հարցը։ Հաջողել է արդյոք այս համակարգը թե ոչ եւ ինչ է սպասվում եկող տարում։ Համենայն դեպս խնդրահարույց է առողջության ապահովագրության հարցը։ Գաղափարը լավն է, սակայն կիրառությունը լի խնդիրներով։ Ամեն դեպքում խոստացել են կիրարկել հաջորդ տարվա հունվարից։ Մնում է հույսով սպասել։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Ավերված տաճարներ, հիմնահատակ ոչնչացված վանքեր Արցախում, Բաքուն ամբողջ տարվա ընթացքում շարունակեց իր մշակութասպան քաղաքականությունը։ Հայաստանում էլ կառավարություն եկեղեցի առճակատում է, Սուրբ հայրերը ճաղերի հետևում են, հավատը պառակտված։ Հայկական ինքնության դեմ արշավը ներսից եւ դրսից, Սվետլանա Ավդիշյանի ռեպորտաժում։ 2025 թվական դեկտեմբեր 18 Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Մայր տաճարում ոստիկանական պատն է բաժանում կաթողիկոսի աջակիցներին եւ նրա հրաժարականը պահանջողներին։ Եկեղեցի իշխանություն բախումը հասավ գագաթնակետին։ Սասանվում է հոգևորը, պառակտվում հավատը։ Տաճարի զանգերը, որ դարեր շարունակ հաշտության ու խաղաղության ձայն էին հնչեցրել, այժմ խլանում էին ամբողջի զայրույթի, փոխադարձ մեղադրանքների ու սադրիչ բղավոցների ներքո։ Ներկայիս մեր իշխանությունը այս ճանապարհով ընթանալով գնում է դեպի համակարգային ճգնաժամ։ Ինտելիգենցիայի շերտը զգալիորեն ավելի ուժեղ է հասարակության վրա ազդելու համար։ Եվ այստեղ շատ անհրաժեշտ է նրա մոբիլիզացված կարծիքը, այն լուծումը գտնել, որը Սողոմոնյան կլինի եւ դուրս կբերի մեզ ստեղծված իրավիճակից։ Հայը ներսից, թշնամին դրսից է քանդում մեր հոգևոր արժեքները, ասում են մասնագետները։ Բռնազավթված Արցախում ադրբեջանցիները առ այսօր քարերի հետ են կռիվ տալիս։ Թշնամին չի հանդարտվում, շարունակում է Սպիտակ Եղեռնը հիմնահատակ ջնջելով հայկական հետքը պատմական Արցախից։ Օկուպացված տարածքներում հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության վանդալիզմի դեպքեր գրեթե ամենօրեն գրանցվում, իսկ դրանց ծավալները օրեցօր մեծանում են։ Պղծում, այլափոխում ու քանդում են մեր հազարամյա եկեղեցիները, վանքերն ու խաչքարերը։ Միայն թե հիմա ավելի խորամանկ են գործում։ Նորոգման աշխատանքների անվան տակ են հաշվեհարդար տեսնում ու մեր եկեղեցիները աֆղանական ներկայացնում, ինչպես դա արեցին Սուրբ Ղազանչեցոցի հետ։ Խնդիրը ոչ միայն Արցախի ժառանգությունը ոչնչացնելն է, այլ այն, որ շատ անհանդուրժողականություն է մշակութային բազմազանության կոնցեպտին առհասարակ։ Սա աշխարհի մշակութային ժառանգությանն է հարված, որովհետև ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր բոլոր կոնվենցիաներում նշում է, որ ցանկացած ժողովրդի մշակութային ժառանգություն համամարտկային ժառանգության մի մասն է։ Արցախում մենք թողել ենք 5658 մշակութային հուշարձան, որից 385-ը եկեղեցիներ, 60-ը վանքեր։ Հայկական կողմին հասած տեղեկություններով մինչև այսօր 7 եկեղեցի ու բազմաթիվ խաչքարեր են ոչնչացրել վայրագները։ Ստեփանակերտում ոչնչացրել են մոնումենտալ բոլոր կոթողները, դրանք կիսանդրիներ են, արձաններ, ցայտաղբյուրներ։ Փաստացի Ստեփանակերտում չի մնացել մոնումենտալ արվեստի որևէ կոթող, ոչնչացրել են քաղաքի պատմական թաղամասերը, գերեզմանոցները։ Սա էլ քիչ է հատուկ ուշադրություն են դարձնում սիմվոլիզմին։ Այդ է նաև պատճառը, որ հենց սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության օրը քանդեցին Արցախի արտաքին գործերի նախարարության շենքը։ Առաջնահերթ սկսում են ոչնչացնել այն հուշարձանները, որոնք որ հազարամյակների պատմություն ունեն։ Սա արվում է Իլհամ Ալիևի հրահանգով։ Հադրութի օկուպացիայից հետո Ալիևը գտնում էր Ծակուրի գյուղում եւ հենց Ծակուրի գյուղի եկեղեցու բակից էր հրահանգել, որ պետք է եկեղեցիների խաչքարերի վրա արկա հայկական արձանագրությունը մաքրել, ներկայացնելով թե իբր հայերը դրանք հայաֆիկացրել են, այսինքն իբր այդ եկեղեցի վրա արձանագրությունները չեն եղել եւ ավելացվել են ընդամենը 91 թվականից։ Ձեռագիրը տարիներ շարունակ նույնն է, նպատակը մեկը՝ ջնջել, սրբել հայկականը։ Արցախի բռնազավթումից հետո պետությունը մատը մատին չի տվել մեր մշակութային ժառանգությունն ու հոգևոր արժեքները փրկելու, պաշտպանելու համար, պնդում են փորձագետները։ Մինչդեռ Արցախի կորստից հետո մասնագետները անդադար ահազանգում էին, որ քրիստոնեական ամբողջ ժառանգությունը վտանգված է հայոց բնորանում։ Լսող սակայն չկար, արդյունքում մշակութային վանդալիզմի այս երկարատև շղթայից հետո ունենք կոտրված, փշրված հուշարձաններ ու պղծված մշակույթ։ Նորից ու նորից հորդորում են մասնագետները, արթնացման կոչ հնչեցնում։ Թշնամուն զսպել է պետք կանգնեցնել, քանի դեռ բռնապետի ձեռքը չի սրբել ամբողջ հայկականը։
Անցնող տարին լի էր փորձություններով, մարտահրավերներով, բազում դժվարություններով ու պառակտումներով։ Լիահույս ենք, որ գալիք տարում մեր ազգային ինքնագիտակցությունը կամրապնդվի, փոխադարձ վստահությունն ու համախմբվածությունը կվերականգնվեն եւ միասնական ջանքերով կկարողանանք պաշտպանել ու կրկին տեր դառնալ մեր այն կորսված հինավուրց մշակույթին, որը մեզ դարերով է ժառանգվել։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Ժամանց հումոր բարձր տրամադրություն, Ամանորը Արմենիա հեռուստաընկերության հետ, ամենահետաքրքիրն ու բովանդակալիցը ձեզ են սպասում։ Մետեո աշխարհ ինչպես կանցնի Ամանորը ավելին հաջորդիվ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Հումոր, ժամանց, ուրախ երաժշտություն եւ բարձր տրամադրությունը ապահովված է տոնական օրերին հեռուստադիտողին բազմազան եւ հետաքրքիր ծրագիր է առաջարկում Արմենիա հեռուստաընկերությունը։ Սիրված նախագծերի եւ շոու ծրագրերի կողքին ունենք նաեւ հեռուստապրեմիերա։ Տոնական եթերի բոլոր անակնկալների մասին Սվետլանա Ավդիշյանի ռեպորտաժում։ Armenia TV-ում նոր տարի է, բազմաժանր ու հետաքրքիր ծրագրեր են սպասվում հեռուստադիտողին, որոնք մի քանի օր շարունակ կամբողջացնեն Ամանորի հրաշքը։ Ամանորն է, բան չմնաց։ Մնաց 2 ժամ, մամջան։ Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ը Armenia TV-ի եթերացանկը հագեցած է լինելու ժամանցային, ճանաչողական, ինտելեկտուալ եւ հումորային հեռուստանախագծերով, ինչպես նաեւ վերջին տարիների լավագույն գեղարվեստական ֆիլմերով ու համերգային ծրագրերով։ Արդեն իսկ սիրված ու ճանաչված ֆիլմերի կողքին Armenia TV-ն առաջին անգամ բացառիկ իրավունքով կցուցադրի դեպի ճամբար հատուկ ջոկատ արկածահումորային գեղարվեստական ֆիլմը հատուկ իր հեռուստադիտողների համար։ Մենք ունենք շատ էքսկլյուզիվ 4 հաղորդումից բաղկացած հետաքրքիր շոու, որը կոչվում է Վիտամին 3-ով։ Ընդհանուր եթերացանկը ամեն րոպե ներառված լինելու վարկանիշային, հումորային, երաժշտական հաղորդումներով։ Մենք ցանկանում ենք Վիտամին ակումբի համերգները վերսկսել։ Բայց սա դեռ ամենը չէ։ Արմենիայի եթերատոնի ամենամեծ նվերը հեռուստադիտողների համար պատրաստել են Գարիկը, Արամը, Ռոբը, Արմուշը եւ Չարենցը։ Վիտամին 3-ը նոր հեռուստանախագծի ձևաչափով։ Մեր հանդիսականների Հեռուստադիտողները կդառնան նաև Փարավոնի ժառանգը ռեալիթի շոուի հաղթողի բացահայտման ականատեսը։ Տոնական եթերը կշարունակեն նաև սիրված նախագծերը։ Կցուցադրվեն Ժիրո Իվան եւ Մարդամեկը սիթքոմների ամենաինտրիգային վերջին սերիաները։ Այսօր New Year-ը եւ մենք հավաքում ենք մեր Christmas tree-ին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հանդիսատեսին, որ այդքան սիրել են, սիրվել է պրոյեկտը։ Եվ այսօր էլ վերջին օրն է նկարահանման, սպասվում է երկրորդ եթերաշրջանը, շատ տենցելի անակնկալներով լի։ Չեմ ուզում շատ բան ասել, որովհետև ինձ թվում է հեռուստադիտողներին հետաքրքիր կլինի տեսնել այն, ինչը մենք սիրով այսպես կնկարենք ու կպահենք մինչ դեկտեմբերի 31-ը։ Մարդամեկի ամանորյա եթերը խոստանում է կրկնակի ծիծաղ ու անսպասելի զարգացումներ։ Հումորով լի իրավիճակները տոնական երեկոն կդարձնեն ավելի ջերմ ու հիշարժան։ Դեկտեմբերի 31-ի գիշերը հեռուստադիտողները հնարավորություն կունենան վայելելու տարվա երկ 2025 մրցանակաբաշխության շքեղ ու տոնական մթնոլորտը մարզահամերգային համալիրից։ Երաժշտական մեծ տոնը կհամախմբի տարվա ամենասիրված արտիստներին, հիթերը եւ անակնկալ ելույթները, ստեղծելով անմոռանալի ամանորյա տրամադրություն։ Սվետլանա Ավդիշյան, Զոհրաբ Քարամյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Տարվա ամփոփման կողքին նաև օրվա լրահոս ունենք տոներին Վրաստան մեկնողները պետք է իմանան, որ առողջության ապահովագրությունը անհրաժեշտ պեկից են հիշեցնում։ Սահմանին փաստաթուղթը չլինելու դեպքում մեծ տուգանք կգանձեն։ Օրվա մյուս ուշագրավ թեմաները մեկ տեսաշարով։ Հունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը կդադարեցվի։ Մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ տրանսպորտային քարտը քաղաքացիները կարող են ձեռք բերել մետրոպոլիտենի կայարանների վճարահաշվարկային տերմինալներից, Telcel սպասարկման կետերից։ Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է գցել նախընտրած տոմսային փաթեթը transport.yerevan.am կայքում, Telcel տերմինալներով կամ Telcel սպասարկման կետերում։
գործարկվել է MCS Register.am հարթակը։ Այն քաղաքացիները, որոնք փոխել են բնակության վայրը եւ ցանկանում են փաստացի հիմունքներով հաշվառվել նոր հասցեում, կարող են առանց գրասենյակ մոտենալու, առանց հերթագրվելու կամ կենթանի հերթում սպասելու եւ առանց որևէ թղթաբանության դիմումը լրացնել on-line տարբերակով։ Խիստ նույնականացման պայմանով անհրաժեշտ է կատարել ընդամենը մի քանի պարզ քայլ՝ մուտք գործել համակարգ, անցնելով խիստ նույնականացում, ընտրել բնակության վայրի փաստացի հաշվառման դիմում բաժինը եւ համակարգն ավտոմատ կերպով կցուցադրի անձնական տվյալները։ Քաղաքացին կարող է ստուգել, ավելացնել հաշվառման հասցեն։ Հոսանքը 2026-ին չի թանկանա։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հայտնում են, որ վերլուծել են սակագների վրա ազդող բոլոր դրական եւ բացասական գործոնները, ինչի արդյունքում Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել եւ գործող սակագները 2026 թվականին կմնան անփոփոխ։ Այսօրվա նիստում հաստատվել է էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների եւ ծառայություններ մատուցողների սակագները։ Խոշոր հրդեհ Սարիթաղում տներից մեկում բռնկված հրդեհի ահազանգը ստացվել է կեսօրն անց։ Ֆոտոլրագրող Շամշյանը հայտնում է, որ մինչև կժամանեին հրշեջ փրկարարները մի քանի 100 մետրից տեսանելի կրակի դեմ պայքարել են տան տերերն ու հարևանները, ապա տեղ հասած հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը եւ մարել այն։ Բժիշկները տեղում երկու քաղաքացու օգնություն են ցուցաբերել, ովքեր ըստ նախնական տեղեկությունների ծխահարվել էին, սակայն հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել։ Ըստ տեղեկությունների տանիքում էլեկտրալարերի կարճ միացումից է կրակը բռնկվել։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվ տոնական օրերին ինչպիսի եղանակ է մեզ սպասվում, մոթերևութաբանների կանխատեսումները Լիլի Հովերից։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը։ Իր հուսալիան վտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում ամանորը կանցնի ակտիվ ցիկլոնի ներքո։ Սպասվում են տեղումներ, ձյուն։ Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա մոտ 11 միշ, այնուհետև աստիճանաբար կնվազի։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 4-ից 7 աստիճան ցուրտ։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 0-ից 3 աստիճան տաքություն։ Լոռիում 2 աստիճան ցրտից 2 աստիճան ջերմություն։ Տավուշում կանխատեսվել է 3-ից 6, Հարերատում, Արմավիրում 0-ից 3 աստիճան։ Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 8-ից 11, Սյունիքի նախալեռներում 2-ից 6 աստիճան։ Երևանում ամանորը կանցնի տեղումներով։ Այս գիշեր սպասվում է 11-ից 13, ցերեկը 0-ից 2, երեկոյան 3-ից 5 աստիճան ցուրտ։ Եվ այսպես ավարտին է մոտենում եւս մեկ հագեցած տարի՝ լի բազում իրադարձություններով, փորձություններով, ձախողումներով եւ հաջողություններով։ Տարվա ընթացքում մենք հետևեցինք աշխարհում եւ մեր երկրում տեղի ունեցող զարգացումներին, փորձեցինք հասկանալ պատճառներն ու լույս սփռել մութ անկյուններին։ Ժամը լրատվականի թիմն ամեն օր աշխատում էր ձեզ փոխանցել հավաստի, ստուգված եւ բազմակողմանի տեղեկություն։ Հենց այսպես ենք շարունակելու մեր աշխատանքը նաեւ 2026-ին, դարձյալ մնալով ձեր վստահելի տեղեկատվության աղբյուրը, ապահովելով օբյեկտիվ եւ բազմակարծիք լրատվություն։ Եվ ժամը լրատվականի մաղթանքը, որ 2026-ին չկորցնենք հույսն ու հավատը, լինենք միաբան ու համերաշխ, ապրենք խաղաղ եւ ուժեղ հայրենիքում։ Ձեզ համար տաղավարում աշխատում էր Շահանե Մեժլումյանը, կհանդիպենք հաջորդ տարի, շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։